Դուք միայնակ չեք այս աշխարհում։ Եզդի ժողովուրդը մի խոսք ունի։ Որտեղ հայը ուխտավոր, եզդին կողքը կամավոր, մենք միշտ կամավոր իրար կողքի ենք եղել։ Այսօր հակառակն է, եզդին հայ եղբոր օգնության կարիքն ունի։ Իրաքի իրենց սրբավայր ամեն տարի որպես ուխտատեղի էին գնում։ Այժմ ժողովրդի հոսքը հակառակ ուղղությամբ է, սիրտները սեղմվում է։ Բողոքը հանրային դարձնելու համար հայկական ռոքի երախտավորներն են ոտքի ելել։ Հայաստանի խորհրդարանի բակում բացված բեմից հնչում է նրանց խոսքը։ Մենք պետք է ցույց տանք, որ ոչինչ բան մեզ չի կարող կոտրել ու մեր օրինակի վրա մեր եղբայր ժողովուրդը պետք է հասկանա, որ սա վերջը չի իր համար։ Մի ազգի, որ միշտ մեր կողքին են եղել, փորձում են վերացնել եւ մենք պետք է համախմբված լինենք իրենց կողքին, ինչպես իրենք եղել են մեր կողքին տարիներ շարունակ։ Այստեղ ներկա չլինել ուղղակի իրավունք չունենք մենք, որ մեր արյունով զգում ենք, թե ինչ է այս սարսափելի երևույթը, որ այսօր կատարվում է եզդիների հետ։ Մի բառ, սիրելի եզդիներ, ձեր ցավը մերն է։ Մենք լավ գիտենք դրա խորհուրդը։ Նախաձեռնությունը օգնիր եզդիներին խմբինն է։ 4-5 երիտասարդի շատ կարճ ժամանակ պետք եկավ հեղինակավոր համերգ կազմակերպելու համար։ Մեկ խոսքից ռոք խմբերը պատրաստակամություն հայտնեցին։ Pan Armenian Media Group-ը տեխնիկական եւ ինֆորմացիոն հովանավոր է, կմիանա նաեւ առաջիկա հանգանակությանը։ Շատ շնորհակալություն բոլոր երաժիշտներին, ովքեր համաձայնեցին մասնակցել առանց վճարի, բարեգործական եւ էլի շատ մարդիկ մեզ աջակցեցին։ Աշխարհի աչքի առջև անպաշտպան եզդիների ողբերգությունը համամարտկային է, ասում են ռոք երաժիշտները։ Չնայած որ մենք ցիվիլ դարում ենք ապրում, 21-րդ դարն է, բայց ինչպես տեսնում ենք, դեռ կատարվում են այսպիսի իրադարձություններ։ Ուզում ենք նաեւ մեր հանրության ուշադրությունը գրավել։ Միգուցե շատերը կկարողանան նաև ինչ-որ բանով իրենց օգնությունը ցուցաբերեն եզդի ժողովրդի։ Քանի որ մենք էլ այս ժողովուրդն, որը ցավը մեր վրա ապրել ենք, ուղղակի բոլորս ուզում ենք, որ չկրկնվի նման բան։ Ռոք համերգը նաև կոչ է։ Մի քանի օր անց օգնիր եզդիներին նախաձեռնությունը հանգանակություն է կազմակերպելու։ Ոչ միայն գումար, այլև առաջին անհրաժեշտության իրեր պետք է հավաքել ու տուժածներին ուղարկել։ Համերգի նպատակը այն էր, որ մասսայականացվի այս խնդիրը, այնուհետև մի քանի օր հետո կկազմակերպենք հանգանակություն, նրանց անհրաժեշտ է դեղորայք, հագուստ, ծածկոցներ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։ Հայ ժողովուրդը զորակցում է եզդի եղբայրներին, ոչ միայն խոսքով։ Օգնիր եզդիներին նախաձեռնության ակցիաները շարունակվելու են։ Աննա Բալյան, Հայրփի Միքայելյան, ժամը լրատվական։